Բարև ձեզ։ Այսօր մենք հանդիպում ենք ՆԳՆ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ, մարդ, որը այս ամեն ինչի մեջ շատ խորը գիտելիքներ ունի, եւ հիշեցնեմ, որ մենք կիբերչատն ենք, որը դա ծրագիր է, որով մենք օգնում ենք երեխաներին թվային խնդիրներ առաջանալուց, այնց որ նաեւ իմացեք, որ մինչև ոստիկանություն դիմելը կարող եք մեզ դիմել, ավելին մինչև խնդիրը առաջանալը մտեք կիբերչատի կայք, կարդացեք, այնտեղ շատ բաներ կան գրած, որ դուք ուղղակի չունենաք խնդիր։ Իսկ հիմա շատ շնորհակալ եմ պարոն Մկրտչյան, որ եկաք մեզ մոտ հյուր, պատկերացնեմ ինչ խառն է ձեր կյանքը եւ կարողացաք ժամանակ գտնել մեր համար։ Ու կարծում եմ, որ ասում եմ բոլորս երեխաների համար ենք անում, ու սա ռեալ այդ դեպքն է։ Ուզում եմ ամենաառաջին հարցը ինձ թվում է խնդիրների մասին խոսալուց պետք է սկզբից հասկանանք ինչ խնդիրներ կան, որովհետև բոլորի մոտ ինչ-որ վերացական տպավորություն է, այսինքն ձեզ մոտ արձանագրված հանցագործությունները երեխաների դեմ թվային տիրույթում ինչ միտումներ կան, ինչ վիճակագրություն ունենք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ հրավիրելու համար, նմանատիպ թեմաները բավականին արդիական եւ կարեւոր նշանակություն ունեն, քանի որ խոսքը վերաբերվում է հենց երեխաներին։ Նախ ընդհանուր պատկերը կազմելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ վիճակ է ընդհանուր կիբերհանցագործություններով եւ եթե վերլուծում ենք վերջի 4 տարիների վիճակագրությունը, ապա նկատում ենք, որ յուրաքանչյուր տարի գրեթե 10-ից 15% կիբերհանցագործությունների թիվը աճում է, բայց այստեղ երեխաների նկատմամբ կատարված կիբերհանցագործությունների թիվը այդքան էլ մեծ չէ, սակայն դա չի նշանակում, որ իրական պատկերն է այդ, քանի որ շատ հաճախ երեխաները դառնալով կիբերհանցագործության զոհ, դրա մասին տեղյակ չեն պահում իրենց ծնողներին, իրապահ մարմիններին, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այսինքն երեխաների նկատմամբ կատարվող այս հանցագործությունները, կիբերհանցագործությունները դարձել են իրապահ մարմինների համար մեկ թիրախային ուղղություններից մեկը, քանի որ դրա հայտնաբերումը բավականին բարդ է, նույն այն պատճառով, որ օրինակ ծնողը չի դիմում իրապահ մարմիններին ու շատ հաճախ օրինակ ծնողը երեխային կարող է կշտամբել այս կամ այն պայմանական երեխան դարձել է հանցագործության զոհ, վերջինիս պայմանական շանտաժի են ենթարկում, հավաքագրել են անձնական տվյալներ, նա կարող է դիմել իր ծնողին, ծնողը նրան կշտամբի, թե ինչու է այդ տվյալները տվել, բայց այնինչ այդ պարագայում պետք է դիմել իրապահ մարմիններին, այսինքն այս պայմաններում երեխաները եւ ծնողները շատ հաճախ չեն դիմում իրապահ մարմիններին եւ մենք իրական պատկերը չենք ունենում, թե ինչ քանակի մասին է խոսքը։ Ինձ թվում է ոչ ոք իրական պատկերը չունի, UNICEF-ն էլ ուսումնասիրություններ արել, այնտեղ սեռական հենց թվային բռնության հետ կապված էր ու բնականաբար երեխաների մեծամասնությունը ընդհանրապես ոչ ոքի չէին ասում, ու շատ քիչ տոկոսներ մեծահասակներին ընդհանրապես դիմում, որտեղ ամաչում են, վախենում են եւ այլն, բայց եղած պատկերը, այսինքն գոնեն տոկոսը, որ դիմել է, այդտեղ ինչ մոտավորապես պատկեր ունենք, էլի, այսինքն որ ուղղությամբ է զարգանում այս բացասական տենդենսները, որոնք են։ Հանցագործները երեխաներին հիմնականում թիրախավորում են սոցիալական կայքերի միջոցով եւ on-line խաղային հարթակների միջոցով եւ հիմնական թիրախում հայտնվում են այն երեխաները, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացնում նմանատիպ հարթակներում, այսինքն նույն պայմանական on-line խաղերում մենք ունեցել ենք արձանագրված դեպքեր, երբ չափահասները եւ որոնք որ հոգեկան շեղումներ ունեն օրինակ անչափահասների նկատմամբ փորձել են սեռական բնույթի զրույցներ վարել երեխաների հետ եւ ունեցել ենք դեպքեր, երբ սոցիալական կայքերի իսկ դա հենց ոնց որ հայերեն խոսացողներ էին, այսինքն չեմ ասում Հայաստանից են, կարող է Սփյուռքից է, բայց խոսքը հենց հայկական երեխաներին թիրախավորել մասին է խոսքը, այդ Այստեղ ազգության պայմանավորված թիրախավորում տեղի չի ունեցել, այսինքն բուն խաղի մեջ տեսել են, որ երեխա է, վստահ են եղել, որ երեխա է ու սկսել են երեխայի հետ նամակագրություն վարել, այսինքն այս երկու հարթակներն են հիմնականում երեխաների համար վտանգավոր, շատ դեպքերում օրինակ սոցիալական կայքերում
հանցագործները կարող են ստեղծել կեղծ հաշիվներ, ներկայանան նրանք երեխա որպես եւ փորձեն երեխայի վերաբերյալ տարբեր տեղեկատվություններ հայտարարել, ընդհուպ մինչեւ վերջինից սպանջեն ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկել ու սա համար մեկ ահազանգերից է, քանի որ շատ դեպքերում կրկին ցանկանում եմ անդրադառնալ, որ նմանատիպ իրավիճակներում երեխաները զուտ վախից ելնելով չեն դիմում իրենց ծնողներին, քանի որ ոչ բոլոր ընտանիքներում է այդ ծնող եւ երեխա ընկերական կապը ստեղծված եւ այն դեպքերում, որտեղ այդ կապը ստեղծված է, կանխարգելումը բավականին արագ է լինում եւ իրավական արձագանքը բնականաբար եւս, իսկ երբ որ չկա այդ կապը, բնականաբար ոչ ծնողն է դրա մասին իմանում, ոչ էլ իրավապահ մարմինը, իսկ հանցագործը շարունակում է անպատիժ մնալ եւ շարունակում է թիրախավորել այլ երեխաներին։ Իսկ կարող ենք ասել, որ ինչ որ հարթակներ կան, որոնք ոնց որ ավելի վտանգավոր են երեխաների համար, խաղային լինի, թե սոցցանցային, թե իրականում այդքան տենց չեն կարող։ Կոնկրետ հարթակների անուն չեմ ցանկանում նշել, քանի որ որտեղ կան երեխաները, դա բնականաբար գրավիչ է նաև երեխաներին թիրախավորելու ցանկություն ունեցող հանցագործների համար։ Նույն սոցիալական կայքերում, օրինակ պայմանական, եթե վերցնենք Instagram սոցիալական կայքը կամ TikTok-ը կամ նույն Facebook-ը, երբ որ երեխաների լուսանկարները տեղադրված եւ ակնհայտ երևում է, որ երեխա է օգտագործում այդ սոցիալական հաշիվը, բնականաբար հանցագործի աչքից դա չի կարող փրկվել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ բացի հանցագործություններից, բուն հանցագործությունից երեխաները նաև տարբեր բուլինգի են ենթարկվում, այսինքն վերջիններից ծաղրում են տարբեր սոցիալական հոլովակների միջոցով, վերջիններից լուսանկարներն են տեղադրում, այս պարագայում եւս անկախ նրանից թե հանցագործության կա թե չկա իրավական առումով, մենք հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներում երեխան նմանատիպ իրավիճակում է հայտնվել, դիմել իրավապահ մարմինների։ Այստեղ հարց, օրինակ երեխան կարող է դիմել ձեզ, թե պետք է ինչ որ չափահաս ծնողի միջոցով դա արվի, ընդհանրապես պրոցեդուրան ոնց։ Տեսեք, օրենքը չի արգելում որևէ անձի, որևէ խնդրով դիմել իրավապահ մարմիններին, բայց այստեղ կա մեկ բայց, քանի որ երեխան լիարժեք ինքնուրույն սուբյեկտ չէ, շատ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ծնողի ներգրավվածությունը, քանի որ ծնողի նկատմամբ վստահությունը երեխայի մոտ ավելի մեծ է, քան օրինակ անծանոթ թեկուզ եւ իրավապահ մարմնի հանդեպ եւ շատ պարագայում մենք նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ երեխան ավելի ազատ անկաշկանդ է եղել իր պայմանական հայրիկի մոտ զրուցելիս, քան օրինակ մենակ իրավապահ մարմինների հետ զրուցելիս եւ բնականաբար ծնողի ներկայությունը միշտ եւ ցանկալի է եւ կնշեմ պարտադիր է այս պարագայում։ Իսկ կա ինչ որ տենց կոնկրետ ենթադրենք երեխան ունի խնդիր ու վերցնենք այդ ծայրահեղ դեպքը, որ ինքը ծնողից ամաչում է, վախենում է, ինչ քայլեր կարող անդիմի, որ ձեզ հասնի գործը, այսպես ասած։ Իհարկե մի տարբերակ է, որ կպնի կիբերչատին մենք ոնց որ տանենք, հասկանանք, որ խնդիր կա եւ փոխանցենք ձեզ։ Բայց ենթադրենք երեխան անմիջապես ուզում է ոնց որ գալ ձեզ մոտ ինքնուրույն այդտեղ ինչ որ գործառույթներ, պրոցեդուրաներ կան։ Տեսեք, ընդհանրապես իրավապահ մարմինների դիմելու բազմաթիվ ձևեր կան, եթե ոչ միայն չդիտարկենք երեխաներին, այլ նաև մեծահասակներին, դա մեծահասակներն էլ չգիտեն։ Թե թեժգծի հեռախոսահամարներն են, օրինակ, եւ թե տարբեր էլեկտրոնային փոստերի միջոցով ուղարկված դիմումներն են, բացի այդ մենք ստեղծել ենք կիբերոստիկանություն տելեգրամյան հարթակը եւ այդ հարթակում հենց այս նպատակով մենք հնարավորություն ենք տվել քաղաքացիներին ոչ միայն մեկնաբանություն գրել, այլ նաեւ անձամբ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն ենք տվել, որպեսզի տարատեսակ խնդիրներով նրանք կարողանան դիմել։ Բնականաբար հենց նաեւ այս եղանակներով կարող են դիմել ու կախված դիմումի բովանդակությունից, եղելությունից արդեն մեր արձագանքը կլինի համապատասխան դրա բովանդակության։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք էլեկտրոնային եղանակով խորհրդատվություն երեխային տրամադրել, եթե նկատենք, որ տեղի ունեցել հանցագործություն եւ բնականաբար անհրաժեշտություն կա այդ հանցագործության հետքերով գնալ, ապա կհորդորենք, ինչպես նաեւ կխնդրենք ծնողի ներկայությունը ապահովել, կդիմենք ծնողին, որպեսզի պատշաճ օրինական ընթացակարգով ամբողջ տեղի ունենա։
Ամեն դեպքում ոնց որ ինքնաբուժումով մարդիկ չզբաղվեն, որովհետև շատ դեպքեր գիտեմ, ոնց որ հակեր են ման գալիս եւ այլն, դա էլ մի ուրիշ հանցագործի ձեռքն են ընկնում եւ դիմեն ձեզ ու երևի այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ պարոն Մկրտչյանի ասածը, որ որքան շատ ծնող երեխա հարաբերությունները այստեղ բաց լինեն, այդքան ավելի է մեծ հավանականությունը, որ երեխան եթե նույնիսկ ընկնի հանցագործի ձեռքը, շատ արագ դուք կարողանաք իրեն հանել, հակառակ դեպքում դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենա։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ տաք։ Հիշեցնեմ, որ կիբերչատը դուք կարող եք մեզ դիմել, լինեք երեխա թե ծնող, ում երեխան ունի խնդիրներ թվային տիրույթում, եւ մենք համ տեխնիկական հարցերով կօգնենք, համ եթե խնդիր կա դիմելու իրավապահներին, այդ ուրեմն գործընթացը ձեզ համար կհեշտացնենք։ Ու նաեւ խորհուրդ եմ տալիս օգտվել կիբերոստիկանության Telegram ալիքից, իսկապես ես էլ եմ կարդում, որովհետեւ այնտեղ համ երեխաներին վերաբերող խնդիրների թվային տիրույթում խոսվում է մասին եւ համ մեծահասակների ու ձեզ ասեմ, որ եթե շատերը կարդային, օրինակ բազմաթիվ խնդիրների չէին բախվի, որովհետեւ այնտեղ հենց նախորոք է զգուշացվում, այնպես որ կարդացեք, իսկ եթե ունեք խնդիր, նաեւ կարող եք այդ Telegram-յան ալիքով դիմել կիբերոստիկանությանը, ցտեսություն։